Ընկերներ ողջույն, բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին, անպայման հավանեք տեսանյութը, կիսվեք մեկնաբանություններում ձեր կարծիքով եւ անպայման բաժանորդագրվեք Telegram-յան ալիքում, որտեղ քննարկում ենք օրվա զարգացումները, հետևում ենք դրանց եւ հունվարից սկսած արդեն Telegram-ում ունենալու ենք քաղաքական դերակատարներ, փորձագետներ, հյուրեր, ովքեր audio live ձևաչափով պատասխանելու են ձեր հարցերին։ Միացեք Telegram-յան ալիքին, որի հղումը այս տեսանյութի մեկնաբանության բաժնում է։ Եվ այսօրվա իմ զրուցակիցն է հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։ Ողջույն, պարոն Մեհրաբյան, շնորհակալություն միանալու համար։ Ողջույն պարոն Ոսկանյան, շնորհակալ եմ, որ հրավիրել եք։ Ողջունում եմ ձեր հարգարժան լսարանին։ Այս ժամանակաշրջանում վերջին տարիներին եւ հատկապես հիմա, երբ Հայաստանի Հանրապետությունը փորձում է տարբեր երկրների հետ հաստատել հարաբերություններ, այդ թվում երկրների հետ, որոնց հետ, այսպես ասեմ, Հայաստանը ավանդաբար կամ չի ունեցել հարաբերություններ առհասարակ, կամ ունեցել է ոչ, այսպես ասենք, զարգացմանը միտված հարաբերություններ, որոնք կրել են զուտ ֆորմալ ձևական բնույթ, եւ դա նաեւ դիտարկվում է, այո, մեր անվտանգության առաջին հերթին տեսանկյունից։ Երբ որ դու հարաբերվում ես գրեթե բոլոր երկրների հետ, նաև նրանց հետ, ում հետ չես հարաբերվել նախկինում, դա իրավիճակը շատ ավելի հեշտ ու կառավարելի է պահում, քան երբ դու որևէ շփում նրանց հետ չունես, հա։ Մենք օրինակ Թուրքիայի հետ ենք երկխոսում, Ադրբեջանի հետ ենք երկխոսում, Պակիստանի հետ ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատում եւ շատ նաև այլ ուրիշ երկրների հետ, եւ այդ թվում նաև օրինակ նույն Իսրայելի, հա։ Հասկանալով Իսրայելի դերակատարությունը, այդ թվում նաև շատ է խոսվել, որ նա Ադրբեջանի հետ գրեթե դաշնակցային հարաբերությունների բնույթ ունի եւ այլն, Ռուսաստանը ոչ թե գրեթե, այլ փաստաթղթավորված Ադրբեջանի դաշնակիցն է, ուրեմն ինչ, հա, հետևաբար։ Եվ ես ուզում եմ անդրադառնանք նաև մի տեղեկության, որ հայ հեղափոխական դաշնակցությունը այսպես սվիններով է ընդունում Իսրայելի հետ Հայաստանի գործակցությունը եւ փորձում է այս հարաբերությունները, այսպես ասենք, ինչ որ ձևով պղտորել Միացյալ Նահանգներում։ Հասկանալի պատճառներով Իսրայելը Միացյալ Նահանգների դաշնակիցն է, ինչպիսի լոբի է գործում հրեական Միացյալ Նահանգներում եւ որքան կարեւոր է Հայաստանի համար այս երկրի հետ ունենալ նորմալ հարաբերություններ։ Ի վերջո, ո՞րն է դաշնակցության նպատակը խառնակցություններ անել նաև այս ուղղությամբ։ Եկեք վերլուծենք հենց սկզբից, հա։ Հայաստանի հարաբերությունները կա երկու երկիր, որի հետ Հայաստանի հարաբերությունները առավելագույնս եւ հետեւողականորեն թունավորվել են Ռուսաստանի կողմից, նաեւ որոշ չափով Ադրբեջանին ներգրավելով այդ թունավորման գործընթացի մեջ։ Նպատակը եղել է մեկ. Հայաստանին դիրքավորել այնպես, որ դա, այսպես ասենք, արևմուտքի բան չէ, անհեռանկարային է, անպետք մի բան է, թողեք մենք մի կերպ տիրություն կանենք այդ կիսավայրենիներին, այդ կոմպլեքսավորված, այդ հավերժ զոհի բարդույթով տառապող, հա, տարօրինակ զանգվածին, որին մենք 200 տարի սենց չակերտավոր տիրություն ենք անում, եւս 200 տարի էլ հանգիստ տիրություն անենք։ Եվ դաշնակցությունը որպես մի ուժ, որը դեռ ցարի ժամանակ ուղղակի հավաքագրվեց Ախրանկայի կողմից եւ դրվեց ծառայության ռուսական կայսրության շահերի, այսօր շարունակում է սպասարկել Ռուսաստանի կայսերական շահերը։ Ես ուզում եմ այստեղ հատուկ նշել անկախ Հայաստանի այն երկու երևելի տարիները, որոնք տառապանքի, երազանքի, կործանված երազանքի տարիներ էին, որոնք կործանվեցին նույնպես Ռուսաստանի կողմից։ Այդ ժամանակ, այո, դաշնակցությունն էր այն քաղաքական ուժը, որը կարող էր գլխավորել այդ քաղաքական process-ը Հայաստանում, եւ այն էլ միատարր չէր, այնտեղ կային տարբեր թևեր, եւ այդ թևերն էլ, այո, թև կար, որ այո, գործակցում էր Սպիտակ Ռուսաստանի հետ, այո։ Եվ կար թև, որը այո,
Ռուսաստանին համարում էր որպես թիվ 1 սպառնալիք, այնպես որ այստեղ էլ բան չէր, բայց ժամանակի ընթացքում այո նրանք ամբողջությամբ մտան Ռուսաստանի տակ եւ հիմա Ռուսաստանի տակերից են ծիկրակում նույնիսկ եթե նրանք Միացյալ Նահանգներ։ Այո, այդ ANC-ի այդ հայտարարությունը շատ հստակ հասցեատերումներ եւ շատ հստակ ժամանակին դուրս եկավ շատ հստակ նպատակներով։ Այն, որ Հայաստանը եւ Իսրայելը նշмарում են հնարավորություններ առաջ շարժվելու եւ բնականon բազմակողմ հարաբերություններ հաստատելու դաշնակցությունը այդ ամենը թիրախավորում է դա թույլ չտալու համար։ Ընդ որում այդ խմբակը, որը փորձ է անում ներկայացնել այնտեղ ողջ ամերիկահայությանը, չնայած ամերիկահայության մեծ մասի մոտ սրտխառնոցից բացի այլ բան չի առաջացնում, նողկանքից բացի, բայց այնուամենայնիվ նա որևէ շահ չունի Հայաստանը Իսրայելի հետ մոտ կլինի, հեռու կլինի, ինչ կլինի, ինչ չի լինի, դա որևէ ձևով իրենց չի դիպչում, իրենց կյանքի հետ որևէ ձևով չի հատվում։ Սա շատ հստակ քաղաքական շահ է, որ նրանք հետապնդում են։ Եվ այո, այդ շահերը ունեն տեր, այդ տերը մեկն է, այդ տերը Ռուսաստանն է։ Եվ այո, ամերիկյան հատուկ ծառայությունները պետք է այդ թափթփուկի հետ, այդ թերմացքի հետ, այո, պետք է շատ հստակ օպերատիվ աշխատանք տանեն այդ ամենը կազմաքանդելու համար։ Մի կազմակերպություն, որը հայ-ամերիկյան օրակարգին է դեմ դուրս գալիս, հայ-ամերիկյան, ընդ որում իշահ Ռուսաստանի, պետք է Միացյալ Նահանգների տարածքում որոշակի քրեա իրավական գնահատականի արժանանա։ Այդ թվում դեմ են եւ օգոստոսի 8-ին։ Բնականաբար, այո։ Եվ հենց դա էլ պետք է կարծում եմ ամերիկյան հատուկ ծառայությունների ուշադրությունը գրավի, թե ինչ շարժառիթներով է այդ խմբակը առաջնորդվում։ Հիմա ինչ վերաբերվում է Իսրայելին։ Իսրայելը սպეციფიկ պետություն է, պետություն, որը ստեղծվել է հոլոքոստից հետո եւ կարելի է ասել հոլոքոստի հետևանքով նաեւ, որովհետեւ առաջին եւ երկրորդ ալիքները հայրենադարձության Իսրայել դրանք հոլոկոստից փրկված հրեաներն են հիմնականում արևելյան Եվրոպայից, իհարկե նաև առաջի եւ երկրորդ ալիքներով հենց մերձավոր արևելքի հրեական համայնքները եւս հայրենադարձվեցին Իսրայել, որում սովետը երբ կողմ արտահայտվեց Իսրայելի ստեղծմանը, դա այն ժամանակ էր, երբ բրիտանական կայսրության մանդատի տակ էր Պաղեստինը, եւ իհարկե Բրիտանիան ունեցավ վճռորոշ դեր, երբ 1918 թվականին այդ Բալֆուրի դեկլարացիայով հրեաներին ազգային օջախի կառուցման հնարավորության մասին այդ հռչակագիր ընդունեց, հա, Բալֆուրի դեկլարացիան է կոչվում, հա, արտգործնախարար Բալֆուրի անունով է դա կոչվում, սակայն Բրիտանիան հետ կանգնեց դրանից։ Ուզում եմ հիշեցնել ամբողջ հոլոկոստի ընթացքում հրեաներին արգելվում էր փախչել Պաղեստին։ Նավերը հետ էին տալիս կամ խորտակվում էին։ Այդ ամենը հանգեցրեց նրան, որ անգլիացիների ռազմական շտաբի շենքը, որը տեղակայված էր King David հյուրանոցում, հրեական այսպես ռազմականացված կազմակերպությունը պայթեցրեց։ Այսինքն արդեն անգլիացիների դեմ պայքար էր գնում եւ Ստալինը մտածում էր, որ
Իսրայելային ստեղծմանը աջակցելով նա այնտեղ հենակետ կգտնի սովետական ազդեցության համար։ Եվ այնպես ստացվեց, որ Միացյալ Նահանգները եւս աջակցեցին դրան, չնայած մի քիչ ավելի այսպես երերալով, հա, ոչ հաստատակ։ Ամեն ինչ փոխվեց իհարկե Ստալինի մահվանից հետո, դեռ ավելի ճիշտ նույնիսկ ավելի վաղ 52 թվականին, երբ Ստալինը հասկացավ, որ հրեաներին խաբել եւ գործիքի վերածել չի ստացվի, եւ այսպես պրոիսրայելական բոլոր կազմակերպությունները փակվեցին Սովետում, այդ ակտիվիստները սպանվեցին, դա այսինքն Սոլոմոն Միխոելսին բեռնատարի տակ գցեցին Մինսկում, եւ Սովետում սկսեց այն բժիշկների գործ եւ այլն 52 թվին Ստալինի մեռնելուց մի տարի առաջ եւ մարդկանց բախտը բերեց ուղղակի որ նա շուտ մեռավ եւ այդ գործերը մինչեւ գնդակահարություն ժամանակի առումով չհասան, հա, հետո նրանց բոլորին բաց թողեցին։ Եվ ըստ էության Սովետը էլի վերադարձավ, Ռուսաստանը վերադարձավ իր այն հակահրեական էությանը, Սովետն էլ եւս, եւ Իսրայելը սկսեց դաշնակցել Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի հետ։ Մնացածը դա արդեն ոնց որ ասում են պատմություն է։ Ռուսաստանին շատ ձեռնտու էր, որպեսզի Հայաստանին այդ սպეციფიկ պետության մեջ ներկայացվի որպես հակահրեական մի պետություն, մի հակահրեական մի վայրենի հասարակություն եւ որպեսզի դա մի կողմից եւ մյուս կողմից էլ այսպես այն նարատիվը մտավ, որ եթե Հայաստանը որևէ շոշափելի հարաբերություններ ունենա Իսրայելի հետ, դա Իրանին դուր չի գա։ Իսկ Իրանը մեզ պետք է Ադրբեջանի հետ դիմակայության, հավերժ դիմակայության հարցում։ Այս ամենը իհարկե բերեց նրան, որ Իսրայելն ուղղակի միակողմանի կապեր հաստատեց Ադրբեջանի հետ, որովհետև ըստ էության Իսրայելը այսօր բախվում է մուսուլմանական բոյկոտի եւ Ադրբեջանն էլ որպես մուսուլմանական պետություն լինելով բացառություն դրանում Իսրայելի համար այո արժեքավոր գործընկեր է դառնում։ Բացառիկ գործընկեր, որը նույնիսկ իր նավթ է մատակարարում այդ Բաքու Ջեյհանում, իսկ Իսրայելի կողմից վճարված փողն էլ նույնպես վճարում է Իսրայելը զենք առնելու համար։ Եթե Հայաստանը գոնե մինիմալ բազային հարաբերություններ ունենալ Իսրայելի հետ, այս ամենը կարելի էր հավասարակշռել եւ պետք էր հավասարակշռել, որովհետեւ դա է պահանջում մեր շահերը եւ թույլ չտալ, որ մեզ վրա այդ հակահրեականության այդ կեղտը կսվի ռուսների կամ ռուսական միջավայրից դուրս եկած մի շարք ծալապակաս ծագումով հայերի կողմից, որովհետև հայկական մշակույթում հակահրեականության մշակույթ չկա ուղղակի, նման ավանդույթ չկա, հայերը որևէ խնդիր չեն ունեցել երբեք հրեաների հետ, ու չի էլ հատվել, իսկ այնտեղ էլ որ հատվել է, մենք իրար ոնց որ ասում են լավությունից բացի այլ բան չենք կարող, եւ ռուսական կայսրությունում կոնսպիրոլոգիան գեներացվել է երկու ազգերի նկատմամբ։ Հրեաների նկատմամբ 1903 թվականին, որը հանգեցրեց Բեսարաբիայում, հայ ներկայիս Մոլդովայի տարածքում հրեական ջարդերի եւ շուրջ 5000 հրեա կոտորվեց։ Ուղղակի դրա մասին շատ մեծ գրականություն կա, ընդ որում ռուս ուղղափառ եկեղեցին էր ներգրավված այդ կոնսպիրոլոգիան տարածելու մեջ եւ սև հարյուրակայինների պատմությունը գիտեք, դրանք հակահրեականության հիման վրա էին նաեւ ստեղծված։ Եվ հայերի վերաբերյալ, որը բերեց 1905 թվականի ջարդերին Բաքվում։ Դա եւս մի սև հարյուրակային, մի Վելիչկո ազգանունով մի տականք կար, որին երկար տասնամյակներ ռուսերենով շատ էր սիրում ցիտել ադրբեջանական ռոպագանդան։ Ահա ողջ պատմությունը։ Եվ այո, Ռուսաստանի շահերից
չէր բխում, որ հայերը եւ հրեաները ինչ որ ընդհանուր բան ունեն, որովհետեւ դա իր այսպես ասենք կայսերական շահերի Կովկասում խանգարում։ Հիմա այդ կարծրատիպերը ջարդվում են, կարծրատիպեր կամ այսպես ասենք իներցիա ձեռք բերած կոնստրուկտները, հա, որի մեջ դաշնակցությունը որպես ռուսական կայսերական շահերի, այսպես ասենք, էշնահատակ զբաղեցնում է իր ուրույն, այսպես անփոխարինելի տեղ, այո, դա ամենը կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում եւ նման հիստերիկ դրսևորումներ։ Բայց սա եւս դրական է այն իմաստով, որ այս ամենը նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Ուզում եմ նշել հետեւյալը, որ 2022 թվականից երբ Ռուսաստանից մեծ էմիգրացիա եկավ Հայաստան, իշարս այդ հազարավոր ռուսաստանցիների Հայաստան ժամանեց եւ հիմա Հայաստանում ապրում է շուրջ 1000 հրեա։ Բավականին ակտիվ, մտավորական, ինտելեկտուալ մարդիկ են նրանք։ Հիմնականում այսպես ստեղծագործական մասնագիտությունների, բիզնեսի ներկայացուցիչներ, որոնցից շատերին ես անձամբ եմ ճանաչում։ Նրանք բավականին ակտիվ են, շատ դրական են վերաբերվում Հայաստանին, ընդ որում նրանցից շատերը ունեն Իսրայելի քաղաքացիություն զուգահեռաբար, բայց Հայաստանում են իրենց կոմֆորտային զգում եւ շատ շնորհակալ են դրա համար Հայաստանին։ Եվ ասում են, որ մեզ համար ուղղակի անպատկերացնելի է, որ այս լավ երկիրը Իսրայելի հետ ունի նորմալ հարաբերություններ եւ մենք մեր պարտքն ենք համարում այդ սխալը ուղղել։ Մանավանդ, որ իրանք շատ լավ գիտեն ինչ է դիֆամացիան, հա, երբ այսպես կոնսպիրոլոգիա խառը պիտակավորում են ինչ-որ մի էթնիկական կամ կրոնական խմբի։ Եվ նրանք հստակ տեսնում են, որ հրեական միջավայրում Հայաստանը, հայկականը, հայությունը, այո, դիֆամացիայի է ենթարկվում եւ այստեղ շատ ակտիվ է նաեւ ադրբեջանական ռոպագանդա, որը Իսրայելում բավականին մեծ ազդեցություն է ձեռք բերել Ադրբեջանից այնտեղ հայրենադարձված հրեաների օգնությամբ, որոնց նաեւ վճարում է Ալիևը։ Եվ նրանք իսրայելական մամուլում ուղղակի պատվիրված հակահայկական հոդվածներին տպում պարբերաբար, որում առաջատար մամուլում լինի դա անգլալեզու, ռուսալեզու, թե եբրայերենով։ Ուզում եմ մի այսպես տար այսպես ուշադրություն հրավիրել մի տարի վրա, երբ մեր փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնեց Երուսաղեմ եւ Իսրայելի արտգործնախարարության հետ քաղաքական, հերթական քաղաքական խորհրդակցություններ անցկացնել, ինչը միջպետական հարաբերություններում սովորական պրակտիկա է, հա։ Իսրայելական մամուլում մի քանի այսպես copy-paste տարբերակով ու սրցել են նույն թեզերը մեկին մեկ, հա, ոնց որ ադրբեջանական մամուլում ոնց է, չէ, նայում եք, ասենք մի հատ ազերթաջը մի բան գրում, այն բոլորը copy paste-ով, բայց իրենց իբր հեղինակած, այդ ամենը արտատպում է, այդ ձևով Հայաստանի դեմ ինչ-որ բաներ գնացել, որ սինագոգն են հրկիզել, պղծել են հոլոկոստին նվիրված հուշարձանը եւ այլն։ Ուզում եմ այդ բաների վրա ուշադրություն դարձնել, ուրեմն երկուսի հեղինակներն էլ եղել են Ռուսաստանից հատուկ եկած մարդիկ, եկել են հարամեն ու ժամերած թողեն գնա։ Ընդ որում, ասենք, երբ սինագոգն են հրկիզել, սինագոգի ռաբին, հա,
Դրա մասին իմացել է ադրբեջանական մամուլից, հասկանում եք։ Տունը նստած են, երբ որ սմարթֆոնով լրահոս էր նայում։ Մի բան էլ, իսկ այդ հոլոկոստի հուշարձանը, որի մասին գրվում է, դա հուշարձան է նվիրված հայոց ցեղասպանությանը եւ հրեաց հոլոկոստին։ Դա միացյալ հուշարձան է, հասկանում եք։ Սրա մասին է խոսքը։ Մենք Որը հիշում ենք բնականաբար։ այո, Այդ դեպքի եւ հիմա դա էլ ասենք հետո սարքել են մատի փաթաթան դրանով իսկ հետևություն անելով, որ Հայաստանը հակասեմական երկիր է։ Բայց հենց այդ հրապարակումներին էլ հակասում է Իսրայելի անվտանգության խորհրդի ամեն տարի հրապարակող քարտեզը, թե որտեղ է իսրայելցիների համար այսպես վտանգավոր, հա, վտանգների աստիճան եւ գույներով են նշում։ Կարմիրը այն, որ վտանգավոր է, ոչ մի դեպքում չարժե գնալ, դեղինը այսպես կասկածելի, իսկ կանաչը որտեղ խնդիր չկա։ Ուրեմն ամբողջ այս մեգա տարածաշրջանում կա երկու երկիր, որը ներկված էր կանաչ գույն։ Դա Հայաստանն էր եւ Կիպրոս։ Այդ ժամանակ հարց առաջանում է, որտեղ տեսակ հակասեմականություն է այդ դեպքում։ Եթե անվտանգության խորհուրդը չի տեսնում, իսկ անվտանգության խորհուրդը միավորում է ինչպես եւ մերը, հա, ուժային կառույցներ, հատուկ ծառայություններ ու ասենք անվտանգության խորհրդի հետևությունները կրում են ինտեգրալ բնույթ։ Եվ այդ իմաստով Հայաստանի քաղաքականությունն էլ շատ եղել է բաց, ազնիվ, հիմնավորված եւ սկզբունքային հենց մեր ուղղակի պատկերացումներից էլ Հայաստանի Հանրապետությունը կողմ է երկպետական խնդրի կարգավորմանը Պաղեստինում, հա, խաղաղությանն է կողմնակից, դեմ է բռնությունների։ Այլ բան չի անում Հայաստանը։ Բացի դրանից էլ Հայաստանը որևէ այսպես դրդապատճառ չունի ունենալ թշնամություն, լինի դա արաբների հետ, թե հրեաների հետ։ Երկուսից էլ, այսպես ասենք, մենք որևէ վատ բան չենք տեսել։ Այլ բան է այն, որ մեր թողտվությամբ Ադրբեջանն ու Իսրայելը ստեղծեցին միակողմանի ձևով առանց մեր կողմից բալանսավորելու այնպիսի հարաբերություն, որ դա շրջվեց դեպի մեզ, ընդ որում Իսրայելն լսվում ենք որևէ, ասենք, ձեր դեմ մենք ոչինչ չունենք։ Ադրբեջանն այո, մեզ հետ մեր համար արժեքավոր գործընկեր է։ Հիմի դե մենք ինչ անենք, որ տենց ստացվեց, իրենք են ասում։ Չնայած այստեղ էլ լիքը հարցեր կան, ես չեմ ուզում որևէ ձևով արդարացնել, բայց հիմա երբ մենք խոսում ենք այն մասին, որ Ադրբեջանի հետ մեր կոնֆլիկտն ավարտվում է եւ մենք պետք է առաջ նայենք, այո, սա այն հարցն է, որ այստեղ եւս մենք պետք է առաջ նայենք, իսկ Իսրայելը չափազանց կարևոր երկիր է, որի հետ մենք պետք է այո ունենանք ոչ թե բազմակողմանի, այլ համակողմանի հարաբերություններ։ Դե առաջ նայելը ուր դաշնակցությունը ուր օրինակ այն հարցերում, որոնք դաշնակցությունը թիրախավորում է, այդ թվում եւ Իսրայելին կամ Հայաստան-Իսրայել հարաբերությունները, Արցախի վերաբերյալ Ադրբեջանին օգնելու, աջակցելու, չգիտեմ, երբեք ու երբեք այդ դաշնակցությունը չի թիրախավորի Ռուսաստանին, որը Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է, որը զենքի հիմնական մատակարարն է եղել, որը կիրառվել է մեր դեմ, որը Ադրբեջանին աջակցել է պատերազմը նախապատրաստելու եւ իրականացնելու մեջ, որը Ադրբեջանին աջակցել եւ օգնել է Արցախահայը թափելու հարցում ու հազար ու մի բան, բայց երբեք դաշնակցությունը Ռուսաստանի անունը չի տա, հա, եւ հետեւաբար բնականաբար սրանց նկատի ունեմ այդ դաշնակցությանը քաղաքական կուսակցությունն էլ չես ասի, սրանք եսին ինչ են։ Հետևաբար այս եսին ինչը, որը զբաղված է նրանով, որ պղտորի Հայաստանի միջազգային հարաբերությունները եւ հնարավորինս վնասի Հայաստանի Հանրապետությանը։ Ի վերջո, այս սրանց հարցը պետքա լուծվի։ Սրանք կամ պատկերավոր ասած պիտի ազատագրվեն, ինչին ես շատ խիստ կասկածում եմ, կամ սրանք պետքա ուղղակի արգելվեն։
Դա վերածվել է ուղղակի մի հակահայաստանյան, մի կոլաբորանտ մի կազմակերպության, որը դիրքավորված է որպես Հայաստանի Հանրապետության դեմ Ռուսաստանի ձեռքում հիբրիդային պատերազմի բութ գործիք եւ օգտագործվում է ամենաանպատիվ, ամենաքստանելի, ամենաստորաքարշ ձևով։ Ահա ողջ իրողություն։ Եվ այդ ANC-ին էլ, Ֆրանսիայի են Մուրադիկ Փափազովներն էլ, հա, նրանք էլ իշարս։ Ահա ողջ ճշմարտությունը ցավոք սրտի։ Մենք խոսում ենք տարբեր երկրներում դաշնակցության ներկայացուցիչների մասով, պակասը չեն այստեղինները։ Այստեղինները արդեն գրոտեսկային այսպես համբավ են ձեռք բերել եւ ինչ ասեմ, դա ուղղակի մոսկովյան կրկես է, այլ ոչ թե ինչ-որ քաղաքականություն կամ քաղաքականության նման մի բան։ Նաև անդրադառնանք էլի չարչրկված թեմա։ Ցորենից պրծանք անցանք բենզինին։ Ես այսպես սպասում էի, որ հիմա բենզինից կպրծնենք, կանցնենք նորից ցորենին, որովհետև ռուսական ցորենն է հիմա էլ գալիս Ադրբեջանի տարածքով։ Քայլրություն։ Այս դաշնակներին, քոչարյանականներին, այս հանրապետականներին, չգիտեմ, չի հետաքրքրում էլ ցորենը, չի հետաքրքրում, որ այն գալիս է Ադրբեջանի տարածքով, չի հետաքրքրում, որ մենք նորից կախվածության մեջ ենք հայտնվում Ադրբեջանից այս քայլով, չի հետաքրքրում, որ այս ցորենը անասունիկ էր, թե իրենք էլ են ուտելու ու նման հազար ու մի բան, էլի, բա այս ո՞նց է ստացվում։ Հենց այդպես էլ ստացվում է։ Կրկնեմ, մենք գործ ունենք հակահայաստանյան կոլաբորանտ խմբերի, խմբակների տարբեր իրավաբանական փաթեթավորմամբ կազմակերպությունների հետ, որոնք աշխատում են ընդդեմ Հայաստանի Հանրապետության շահերի հօգուտ Ռուսաստանի։ Եվ նրանք էլ, այո, տրանսլյացիա են անում Ռուսաստանի ցանկությունները, այն ավերչուկի այսօրվա հայտարարությունը։ Ասում է, այդ մեր նոյեմբերի 9-ի այդ նվաճումն էր, որ տեսեք ինչ լավ բաներ ա լինում։ Հեսա մենք տեսեք ինչքան Հայաստանի ներմուծման հաշվին մենք հեսա ապրանքաշրջանառություն ենք, մեկ չհասկացա, ինչ աղբանոց է ստեղ։ Այս բաներին պետքա կառավարությունը մեծ ուշադրություն դարձնի, որովհետև այո, Ռուսաստանը ունակ է հարամելու այն ամենը, ինչ ասենք մենք անում ենք մեզ համար։ Մենք դռները բացում ենք աշխարհի առաջ, նրանք այդ բաց դռներով կարան գան եւ մխտրեն, որ մնացածը զզվեն այդ բաց դռնով մտնել։ Այս է Ռուսաստանի տակտիկա։ Շնորհակալ եմ, պարոն Մեհրաբյան։ Համեցեք։ Զրուցակիցս Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն էր, բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին, հավանեք տեսանյութը, գրեք մեկնաբանություններ, նաև բաժանորդագրվեք Telegram-յան ալիքին, որտեղ կիսվում ենք օրվա զարգացումներով եւ ունենում ենք քննարկումներ, հղումը տեսանյութի մեկնաբանության բաժնում է։